Ներքաղաքականից անպայման կգանք, տեսեք, Հայաստանի Հանրապետություն ցանկանում է, որ իր երկաթուղին արդիականություն ունենա, որպեսզի մրցակցությունից դուրս չմնա գլոբալ կոմունիկացիոն ճանապարհների կառուցման հարցում, Ռուսաստանը ասում է, ես ներդրում չեմ անելու եւ թույլ չեմ տալիս, այդպես ենք հասկացել, որ այլ ներդրողներ ներգրավվեն, արդյունքում եթե այդպես էլ շարունակվի, պարոն Սիմոնյան, Հայաստանը ունենալու է ոչ մրցունակ երկաթուղի իր բացասական հետևանքներով։ Ինչ է տեղի ունենալու, որ չշարունակվի։ Չի կարող շարունակվել, այդ ռուսերեն տենց ասացված կա, Սաբականասյանի, որ ինքը խոտ չի ուտում, խոտի վրա պարկած չի թողում, որ խոտ արածվողներն էլ ուտեն։ Չի կարա Սաբականասյանի տրամաբանությամբ աշխատի, կամ մենք կգտնենք միասին ինչ որ հնարավորություն դա աշխատացնելու, արդիականացնելու, կամ որևիցե այլ ճանապարհ կգտնենք, մենք միանձնյա կանենք դա, կամ մեկ այլ երկրի հետ կանենք, անհնար է, այսինքն ինչ գնամեռի, որովհետև ես ինձ դա ձեռ չի տալիս, Հայաստանի Հանրապետությունը պետքա մեռնի, որովհետև հետ մեկի հետ շփում չունենա, այդ խանդի տեսարաններից ելնելով, ուզում հասկանալ, այսինքն մենք տնտեսություն պետք է ունենանք, ճանապարհ պետք է ունենանք, որտեղ իրանք չեն ուզում մենք ճանապարհ ունենանք, ասենք ինչ տրամաբանություն է։ Արդյոք Հայաստան կդիտարկի հայկական երկաթուղին, ոչ թե ռուսական երկաթուղին, այլ հայկական երկաթուղին, որը գտնվում է ռուսական կառավարման ներքո, վերադարձնել Հայաստանի Հանրապետության։ Իհարկե չի բացառում։ Որ պարագայում չի բացառում։ Դե որ հասկանանք, որ այլ դրանք չկա։ Նորից եմ ասում, մենք պետքա մեռնենք, ես երկիրը պետք է նկատի ունեմ։ Այսինքն ինչ աշխատում վերցնել երկաթուղային գծերը, որով մենք կարող ենք մեր տնտեսությունը զարգացնենք եւ ասել չեմ տալիս, այդ ինչ է, թշնամական ակտ է Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա թշնամական ակտ է, եթե նման բան արվի։ Ես չեմ հավատում, որ իրենք նման քայլի կգնան եւ վստահ եմ, որ բանակցությունները ինչ որ արդյունքի կբերեն։